2025-2026 թվականների ուսումնական տարին Մալաթիայի հայորդյաց տունը ավարտեց իրականություն դարձած ձեռնարկներով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ Այն կրում է բարերար ընտանիքի Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը։ Կառույցի տարբեր դասարաններում արձանագրված են այլ բարերարների անուններ ևս, որոնք օգտակար են եղել այդ դասարանների նորոգմանն ու վերազինմանը։ Շենքի նորոգման ընթացքում երեխաներն այլ վայրերում են դասերի մասնակցել։ Բավականին բարեհաջող, շատ լավ վերանորոգված հաստատություն է այժմ դարձել մեր Մալաթիայի հայորդյաց տունը, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, իդեմս ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը։ Տեղափոխվելուց հետո բավականին հարցեր լուծվեցին, նյութատեխնիկական բազայի որոշակի համալրումներ եղան, հանդերձարաններ կահավորվեցին, խեց ու վառարան ձեռք բերվեց, գույքի առումով պահարաններ, սեղաններ, այդ բոլորը ապահովվեցին եւ լողողիներ, բավականին գույք ձեռք բերվեց եւ այդ գործընթացը դեռևս շարունակական է, դեռևս ընթացքի մեջ է նոր գույքի տեխնիկայի համալրման գործընթացը։ Մի քանի ամիս առաջ 2025-ի դեկտեմբերին հիմնանորոգված կառույց տեղափոխվելիս հայորդյաց տունն ուներ 280 սան։ Ժամանակավոր գործունեության հասցեում ուսումնական պրոցեսը երբեք չի դադարել։ Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը հասնելով 600-ի։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնանորոգելով հաստատության շենքը սաների համար հարմարավետ պայմաններ ստեղծելուց բացի ժամանակակից ու հետաքրքիր լուծումներ է տվել։ Մի քանի ամիսների ընթացքում նոր դասարաններ են սկսել գործել։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել նորաբաց լողավազանը։ Ուսումնական հաստատության տնօրինությունն ու աշխատակազմը եկող ուսումնական տարվա համար արդեն նոր ծրագրեր են կազմում։ Նախատեսվում են երգի, վոկալ էստրադային երգչախմբի, ձեռքի դիզայն եւ նկարչություն դասարաններ, կիթառի դասարան, անգլերենի դասարան, այս բոլորը ընթացքի մեջ են եւ ամենայն հավանականությամբ այս դասարաններն արդեն սեպտեմբերին, հոկտեմբերին կգործեն իրենց լիարժեք կազմով։ Մանկավարժները իրենց նվիրումով, իրենց հավատքով, իրենց սիրով երեխաներին կարծես կապում են մեր հայորդաց տների հետ։ Ընդ որում հայորդաց տները, ինչպես մյուս, այնպես էլ մեր հայորդաց տունը յուրահատուկ կրթօջախներ են։ Նորաբաց հաստատություն այցելել եւ իր օրհնությունն է տվել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Դեռ տասնամյակներ առաջ նրա մտահղացմամբ էր լուծարվող պիոներ պալատները վերածվել հայորդյաց տների եւ ազգային հոգեվոր կրթությամբ զինել հայ մանուկներին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդյաց տները գործում են 1993 թվականից։ Երեխաներն ուսանում են կիրառական արվեստ, կերպարվեստ, երգերաժշտություն, պար, կրկեսային խաղեր, լրագրություն, ավիամոդելավորում, օտար լեզուներ։ Գործում են նաեւ սպորտային խմբակներ։ Հայորդյաց տներում շարունակաբար իրագործվում են նորանոր ծրագրեր, կազմավորվում նոր դասարաններ։ Հայորդյաց տներում ստացած կրթությունը սաներին հետագայում մեծապես օգնում է մասնագիտություն ընտրելու հարցում։ Սեպտեմբերից նոր ծրագրերով կմեկնարկի նոր ուսումնական տարին Մալաթիայի Լևոն և Վիկտորիա Շալջյանների անվան հայորդյաց տանը։ Այն գործում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։